Բարև ձեզ ժողովրդյան, ուզում եմ մի քիչ կիսվեմ իմ պլաններիս հետ, ինչ եմ անելու այսօր, ուր եմ գնալու, շատերը գիտեն, որ ես լողի եմ գնում, գնում ենք լողի միասին, գնանք լողի, գանք ու բան անենք, սկսենք խմորեղեն պատրաստել, ուզում եմ ես էլ մի հատ լավ խմորեղեն պատրաստեմ ու վայելենք, ինչի չէ, այս ամառվա տափին նստենք, սրճենք, ուրախանանք, ուտենք, խմենք, ոբշեմ, թե ինչ, գնում ենք լողի միասին, գնացինք, թե ինչ, ժողովուրդյան, ես արդեն ճանապարհին եմ, շոտ շուկա դրսում, ահավոր շուկա, չեք պատկերացնում, բանը, հիմա մեկը մեկին կասել, այս շոկին, այս կրակին, այս տիկրաժիլ, ահանց չի ալարում, այսքան ճամպա, 20 րոպեվա ճամպա է համարյա, հանգիստ քայլերով, որտեղ ես հանգիստ եմ քայլում, որ գնում ա լողը, ինչ հավես է, բայց այդ արժի, որ այդքան ճամպա գնաս ու 2 ժամ վայելես այդ բասեյնում, լավ ժամանակ անցկացնես ընկերուհուդ հետ միասին։ Այս ամառվա շոկին գոնե փրկում ա, բայց հետ գալուց ահավոր ավելի շոկ ա լինում 2-ից 12-ին այնտեղ եմ լինում, մինչև ժամը 2-ը լող անում ենք, շոկի բաղնիկ ենք մտնում, նորից մտնում ենք լող անում ենք, լավ ժամանակ ենք անցկացնում, եմ ասի, որ հատ ժամանակ եմ անցկացնում, բայց թե էլի մոռացել եմ միկրոֆոնը վերցնեմ, ամեն անգամ ուզում եմ վերցնեմ, հիշում եմ, հետո մոռանում եմ դուրս գալուց, հուսամ, որ ձայնը լավ կլինի, ոբշեմ, գնանք տեսնենք ինչ է կատարվում, ինչ ենք անելու, այսօր ոնց ենք թռնելու բասեյնը, մի հատ կթռնեմ, ցույց կտամ, լավ լողանալ գիտեմ, ասեմ իմանաք, շատերն են հարցնում, ոնց գիտես լողանալ, որտեղ ես սովորել, բան, ժողովուրդ, ես մեծացել եմ, ծնվել եմ գյուղում, մեծացել եմ գյուղում, մեր տան մոտով մի հատ փոքր առ էր անցնում, մի հատ մեծ առու, կանալ մեծ, քանի փոքր ենք եղել, այդ փոքրի մեջ ենք լողացել, հետո մեծացել ենք, մեծ կանալում ենք լողացել, մենք 7 երեխա ենք եղել, 3 քույր, 4 աղբեր, սկզբից ծնվել ենք 3 քույրերս, ես 3-րդ աղջիկն եմ եղել, ու տենց ինձանից հետո 4 հատ աղբերներս են եղել, ու լավ լողացել ենք, նենց որ բասեյն չենք ունեցել, բայց ունեցել ենք 2 հատ մեծ առու կանալ, դրա մեջ ենք սովորել, անես չի որ հատուկ լողի ենք գնացել, որ առաջի անգամ ես եկա բասեյն, զարմացան, որ հարցրեց բա, մարզիչով եք ուզում, թե առանց մարզիչ, ասեցի չէ, մարզիչ ինչ եմ անում, առանց մարզիչ, ասես լողանալ գիտեք, ասի իհարկե գիտեմ, ու տենց ճիշտն ասած զարմացան, որ ես լողանալ գիտեի, թե այս տարիքի կին, ոնց լողանալ գիտեի, մեզ շատերը կան, որ սովորել են գիտեն, իսկ ինչ չէ, ինքնուս եմ, տենց լողանում եմ, պրոֆեսիոնալ չեմ, բայց լողանում եմ լավ, ծով եմ գնացել հաճախակի միշտ, որ քանի ամուսնս կար, 13 տարի այդ 20 տարվա մեջ, 20 տարի ենք ապրել միասին, բայց այդ 20 տարվա մեջ մենք 13 տարի անընդհատ գնացել ենք արձակուրդների երեխաների հետ, գնացել ենք ծով, երեխաներս էլ լավ լողանում են, ծովում են սովորել, լողանալ երեխաներս, արդեն երեխաների ժամանակ այդ առուն այդ կանալը չկա, հիմա էլ չկա, կա, բայց ջուր չկա, իսկ այն ժամանակ ջուրը գիշեր, ցերեկ, ամբողջ գյուղի երեխեքը այդտեղ էինք լողանում, նենց որ գնանք, հեսա մի 5 րոպեից կհասնեմ ու սկսենք լողանալ, թե ինչ, մենք արդեն բասեյնում ենք,
Այ երեխեք արդեն սկսել են։ Ահա որ երեխեք հետ լողանալ անհնարին է։ Նենց են թռնում, այս գլխից են գլուխ վազելով քցվում են իրանց համար։ Ասում քիչ եք լողանում, ասում ենք եկել թռնելու համար, ոչ ենք եկել լողանալ։ Դե թռի տեսնեմ, թռի։ Չան, այսպես իրանց համար լողանում են սա։ Նա տիկին եմ անել ընդեղից մտա, հեսա կգա, ես եմ ստեղից հեսա, նոխենք ուշ, ու կամ կծվենք նոր շարունակել, հա, սո գնացինք դուշ։ Հապալազը լվանանք սոդայա ջրով։ Թողնում ենք 10 րոպե մնա սոդայա ջրի մեջ։ Դե ինչ, գնացինք, լողացանք, բասեյնում, լավ հանգստացանք, եկանք տուն, ինչ որոշեցի թխեմ մի հատ շատ լավ համեղություն։ Պիրոգ, հայերեն ոնց են ասում պիրոգին։ Ոբշեմ։ Հիմա ինչ եմ անելու, ժողովուրդ ջան։ Սառը կարակը լցրեցինք, ալուրը լցնենք։ Ալուրը լցրեցինք, հիմա միատեսի լավ խփում ենք։ Իմ ձեռքերս ցավում է, էլի հիշեցնեմ ձեզ, որովհետև մի տարի չկա, մի տարի առաջ կոտրվել է, հիմա հարենք սրանով։ Եվ ինչ դարձավ։ Համասեր զանգված, նայեք, հիմա ավելացնենք պեսոկը, ավելացնենք ձուն, փախրեցուցիչ և աղ, նորից ես պետքա հարեմ, ձեռքով չեմ անելու, հարեցինք, վերջ, ստացանք փափուկ խմոր, մի քիչ էլ հարենք, որ լրիվ դառնա պատրաստ էլի խմորը, իմ կարծիքով ընտիրը, հիմա սա վերցնում ենք, մի կողմ ենք դնում, մեր խմորը ձեռքերս մաքուր է, ժողովուրդ ջան, իմ համար եմ պատրաստում, հանգարց չասեք, առանց պերճատկեկի, առանց որևիցե բանի, կարանք լապատկա վերցնենք մի հատ ու լցնենք, չէ, եկեք լցնենք բանի մեջ, թասիկի մեջ, լցնենք սրա մեջը, հիմա պատրաստում ենք փափուկ խմոր, ինչ արեցինք, խմորը պատրաստ է, եկեք դնենք ցելոֆանի մեջ, թող հանգստանա, մինչև մենք պատրաստենք
Միչուկը պատրաստելու համար ես վերցրել եմ մածուն, քամած մածուն, ձու, պեսոկ, կրախմալ։ Հիմա այս բոլորը միացնում ենք, դարձնում ենք համասեռ զանգված։ Հիմա կարելի է միքսերով անել, կարելի է ձեռքով։ Ես ձեռքով եմ անելու, որտև հեշտ է։ Ինչ եմ մածուն վերցնում, ժողովուրդ ջան, ես սմետան չեմ օգտագործում։ Ես օգտագործում եմ տնական կաթ ու քամած մածուն։ Ես ինքս եմ պատրաստում այս ամեն ինչը։ Ես խանութից սմետան չեմ առնում, չեմ օգտագործում։ Եթե առնում եմ էլ ուրիշի համար եմ առնում, ես չեմ ուտում, ուրիշն է ուտում։ Նու տունս հույր է լինում, ինքն է ուտում։ Ավելացնում ենք ձուն, պեսոկը։ Մի հատ լավ հարում ենք։ Հիմա այս լավ հարենք։ Մեկ էլ կրախմալը։ Իրար հետ լավ հարում ենք։ Վերջ, միչուկը պատրաստ է, տեսակ ինչ հեշտ է։ Հիմա մենք ավելացնում ենք մանը, հատապտուղը, հապալազը, մի քիչ վերցնենք երեսը լցնենք, մնացածին ավելացնում ենք ալուր մի քիչ, լրիվ ալուրի մեջ տարածում ենք, ջարդազները մի կողմ, տեսեք ինչ շուտ տարածվեց, ու սենց լցնում ենք մեջը, վсё, միչուկը պատրաստ է, հիմա ինչ ենք անում, վերցնում ենք մեր խմորը, սա դնում ենք մի կողմ, վերցնում ենք ամանը ու մեր խմորը տարածում ենք ամբողջ ֆորմայով մեկ։ Մեր փափուկ խմորը նայեք, արդեն հանգստացել է։ Սենց ձեռքի օգնությամբ տարածում ենք։ Հավասար տարածում ենք ամբողջ։ Վերջ, սիրելիներս, ես արդեն հավասարեցրեցի, նայեք։ Հիմա լցնում ենք միչուկը։ Միչուկը լցնում ենք ու տարածում ենք։ Չենք թողնում ոչ մի գրամ թշնամուն։ Լրիվ լցնում ենք, ժողովուրդ ջան։ Այսենց, իս ձեռքս որ ցավում է, հեչ ինձ հարմար չի ճիշտն ասած, բայց թե պիտի յուլա գնանք, չէ, իս ինչքան շատ է հատապտուղը, հապալազը, կարող է չլցնենք էլ, վերջ, եկեք մի քիչ լցնենք, երեսը սենց, գեղեցկության համար։ Հիմա ուղարկում ենք 180 աստիճան տաքացրած գազօջախի մեջ ու սպասում ենք 45-ից 50 րոպե։ Խնդրեմ, այս գեղեցկությունը։ Թե ինչ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ մի հատ այս գեղեցկությունը դուք տեսնեք, լույսի տակ, որտեղ ես այդպես լույս չունեմ, որ նկարեմ, նայեք ինչ հրաշք կա, այսենց կսառի ու ցույց կտամ կտրած։ Թե ինչ, ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, մեր հատապտուղներով խմորեղենը պատրաստ է, հիմա շաքարի պուդրա ենք ցանում, այսենց
չենք ափսոսում ու համտեսում ենք։ Հիմա կտրենք մի հատ, տեսնենք, ոյ, իս ինչ փափուկ է։ Հիմա տեսնենք ոնց է մեր խմորեղենը։ Ինչպես տեսնում եք, անկրկնելի տեսք ունի։ Հիմա ես համ տեսեմ ու ձեզ ասեմ, արժի պատրաստել, թե չէ։ Ժողովուրդ ջան, ասեմ, չեսնեմ ասելու, մածունի համը զգացվում է, բայց թթու չի, իմ մածունը քաղցրեր, շատ համով է, շատ առողջարար կլինի մածունով, սմետանով էլ առողջարար, բան չունեմ ասելու, բայց ես որ սմետան չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ ոնց կլինի սմետանով, ամենահամով, անկրկնելի հատապտուղներով խմորեղենը, ես փորձելու եմ ամեն տեսակի, ծիրանով, դամբուլով, գիլասով, հեսա, քանի գիլասի սեզոնը չի վերջացել, շատ ընտիր է, շատ, հենց որ անպայման կպատրաստեք։ Անկրկնելի համով է, նայեք։